Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Այսօրվա քննարկման համար առանձնացված թեման վերաբերում է տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում հայկական գործոնի թուլացման ուղղված ջանքերին մեր հակառակորդների կողմից։ Թեմայի քննարկման համար ճիրով հյուրընկալել ենք Հայդապի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրոն Մանոյանին։ Շնորհակալություն, պարոն Մանոյան, մեր հրավերը ընդունելու եւ մեր տաղավարում գտնվելու համար։ Վերջին տարիների իրադարձությունների համատեքստում Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ աշխարհասփյուր հայության դիմագրաված մարտահրավերների շրջանակում մեկը եւս ավելացել է կամ ուժ գնացել է։ Մենք դիմագրավում ենք համակարգված արշավի հայկականության դեմ, կարելի է ասել, որը նաեւ վերջին հաշվով միտված է տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում հայկական գործոնի թուլացմանը։ Այս համատեքստում կարող եք առանձնացնել ադրբեջանա-թուրքական շրջանակների կողմից հիմնական եւ ոչ միայն այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են մեզ որպես հանրույթ թուլացնելու համար։ Եվ նաեւ այն քաղաքական առաջնահերթությունները, որոնք հայկական շրջանակները տարիներ ի վեր հետապնդել են հատկապես արտերկրում։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն տարածաշրջանում հայկական ազդագի հայկական տերագադարությունը նվազեցնելուց առաջ մի հատ ամրագրենք, որ հաստատենք, որ ինչեր էին, որ հայկական ազդագին հնարավորություններ տալիս էին, դա Արցախի առկայություններ, ոչ թե Արցախի խնդրի անպայման, այլ Արցախի, երկրորդ Սյունիքը եւ երրորդ ատոմակայանը։ Այս երեք ուղղություններով էլ դժբախտաբար այսօրվա Հայաստանի գործող իշխանությունները տեսել ենք ինչ են արել, այսինքն հետընթաց կա ամեն իմաստով, մեծ չափերով եւ աշխարհի այս թոփոյի մեջ պիտի ասել, որ մեծ ջիկ էլ թափելու կարիք չկա այլապես թուլացնելու հայկական աստակը, որովհետեւ հայկական աստակը հատկապես Ադրբեջանը եւ Թուրքիան թուլացնելու համար ուղղակի արդեն եւ Արցախի վրա են հարձակվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքներ են վերցրել եւ սպառնում են դեր վերցնել եւ դեր այլ բանջներ էլ կան, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձ եւ այլն։ Իսկ ատոմակայանի հարցով էլ Հայաստանի իշխանությունների անորոշ բաղվածքը, խարխափումները կասեի, արդեն ինչ որ իմաստով խնդիր են կամ այդ ազդակը եւս թուլացնում են։ Ուրեմն այս բոլորը հաշվի առած անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողանա իսկապես իր ոտերի վրա կանգնել եւ իր դերակատարությունը, ներկայությունը, անհրաժեշտությունը միջազգային հարաբերություններում հաստատել։ Այս իշխանությունները դա չեն կարող անել, եթե կարողանային առած կլնեին, կամ եթե կարող էին, ուրեմն չեն ցանկանում անել, դրա համար էլ չեն արել եւ հակառակ գործերն են, քայլերն են կատարել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանից դուրս եւս հայկական ազդեցության, մենք այն կասեի քիչ պետություններից ենք, որի ազգագիցները, որի հիմնական բնակչության ազգագիցների շատ մեծամասնությունը ապրում է երկրից դուրս եւ դա ինչ որ իմաստով բերել է որոշ ազդեցության, ինքնաբերաբար այսպես ասած սփռված բնակչություն ունենալը ինքնին քաղաքական ազդակ չէ, եթե չվերածես քաղաքական ազդակի։ Դա եղել է եւ մենք տեսնում ենք դրա եւ դրական ազդեցությունները Հայաստան եւ տվյալ երկրի հետ հարաբերություններում կամ տվյալ միջազգային կառույցի հետ հարաբերություններում եւ դրա հագաստեցությունը այդ ազդեցությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք արդեն վերջին տարիներին սովորություն են դարձրել թիրախավորել
հայկական սպյուրքի հատկապես այն հատվածը, այստեղ համեստություն պետք չի կա, դաշնակցության հայտարարի ցանցը, եթե գուզեք, որը քաղաքական բավական ազդեցիկ ներկայություն է տարբեր մայրաքաղաքներում եւ տարբեր տարածաշրջաններում։ Տեսեք, վերջին 1 ամսվա ընթացքում երկու, չասեմ աննախադեպ, բայց շատ, այսպես ասած, ծանր լուրեր ստացվեցին Հայդատի համակարգի համար հատկապես։ Առաջինը Էփշտեյնի հայտնի ֆայլերի գաղտնազերծումից պարզ դարձավ, որ Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն միջնորդավորված փորձ է արել հանդիպում ունենալ Էփշտեյնի հետ, որպեսզի այդ հայտնի տխրահռչակ խոզում քննարկի Հայդատի Ամերիկայի հանձնախմբին հակազդելու տարբեր ծրագրեր, Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու եւ արդեն երկրորդ այսպես ասած շոկային լուրը, երբ որ պարզվեց, որ Լոնդոնում հաստատված մի կազմակերպություն Apollo Strategic Communications անունով ուղղակիորեն ներգրավված է Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ պայքարում, ընդ որում այդ աշխատանքներում ներգրավված էին նաև հայկական ազգանուն կրող անձինք։ Փաստորեն ստեղծում է իրավիճակ, երբ որ թուրքական, ադրբեջանական կողմերը, այսպես ասած, չեն բավարարվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումներով եւ ընդհանրապես իրենց պայքարի աշխարհագրությունը Հայդատի ցանցի դեմ, Սփյուռքի քաղաքական շրջանակների դեմ գնալով մեծացնում են։ Ըստ ձեզ այս գործընթացը ուր կարող է տալ, որովհետեւ վերջինը ըստ էության տապալվեց Ապոլոյի դեպքում, Հայդատի Ամերիկայի հանձնախմբին հաջողվեց տապալել գործընթացը։ Ձեր կարծիքով մեզ ինչ նորություններ սպասում են, թե օրինակ Եվրոպական խորհրդարանում եւս ադրբեջանական լոբին տապալվել է, բայց կողքից փորձեր իրականացնում են։ Պարզ է, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջինն է լինելու, այս մեկը բացահայտում էր ինչ որ ջանքերի, մյուսը, այսինքն Էփստեյնի ֆայլերի հետ կապված, մյուսը նոր ընթացքի մեջ եղող նախաձեռնության բացահայտում էր, բայց սրանք ոչ առաջինն են լինելու, ոչ վերջինը ասեցի, որովհետև մի քիչ հետ եթե գնանք, 1 տարի հետ գնանք, 2 տարի հետ գնանք, ուժեղ աշխատանք դարված էր հատկապես Ադրբեջանի կողմից, օրինակի համար եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, հատկապես Բրյուսելում, օրինակ Հայդատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանի դեմ շատ աշխուժ արշավսկսեր էին կարողական անհիմն հերյուրանքներով, նույնիսկ փորձել էին ինչ-որ ոստիկանական միջպետական ցանցերի փոխանցել իր անունը եւ այլն, այդ բոլորը կարելի է ապտապալել, որովհետեւ շատ բարձ էր, որ սուդ էին, գեղձ էին եւ միայն քաղաքական նպատակներ էին հետապնդում, բայց տակավին գնան շարունակել, կարող են շարունակել։ Մյուսը Միացյալ Նահանգներում մի հատ ադրբեջանցի աղջիկա, որ փաստաբան է նաև նախաձեռնությունն էր, որ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի դեմ $100 միլիոն դատական հայց ներկայացրեց եւ այլն, շատ այսպես ասած ֆանտաստիկ երևակայություն ուներ, Google-ին էր մեղադրել, հակաադրբեջանականության մեջ բոլորին մեղադրել էր եւ դատավորը այդ հարցը դուրս գցեց։ Ամեն դեպքում սրանք ինչքան էլ կարելի լինի հաղթահարել, ի վերջո սակայն ներուժի սպառում է եւ դա էլ այսպես ասած Ադրբեջանի եւ Թուրքիայի համար օգտակար է եւ դա էլ թիրախներից մեկն է ուշադրությունը շեղելու։ Նոր բացահայտված Ապոլոյի բարակային կարծում եմ յուրահատկությունը այն էր, որ դուք ասեցիք հայանուն մարդիկ, հիմա անունը հայկական է, իրենք էլ դավանում են, որ հայեր են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգային ժողովի պատգամավոր եւ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հիմա Միացյալ Նահանգներում ապրող մարդ, ովքեր ժխտեցին։ Այդ ժխտելը, այսպես ասած, կարելի է ասել, որ լավ հավատացինք, բայց կարելի չէ հավատալ, որ Ապոլոյի նման մի հատ կազմակերպություն լրատվամիջոցների եւ ոչ թե մեկ հոգու լրատվամիջոցների, օդար լրատվամիջոցների գուղարկի մի կրություն, որտեղ այդ մարդկանց անունները հիշատակվում են, որ որպես աղբյուր
կարող եք նաև իրենց հետ հանդիպել, խոսել, իրենք ցեզի կպատմեն Հայդարի Ամերիկայի հանձնախմբին ինչքան վատ լինելու մասին, եթե համաձայնեցրած չեն։ Կարող է իմանն էլ դա ուրեմն որ թող կային իմ հետ խոսեին, ես պատմեի ինչ է անում։ Ուրեմն ամեն դեպքում դա նորությունն է, բայց ընդհանրապես սպիրկի տիրախավորումը, սպիրկ ասելով ես չեմ խոսում 8-10 միլիոնանոց մի հատ մարդկանց խմբի մասին, այլ սպիրկում քաղաքական դերակատարություն, քաղաքական ազդեցություն ունեցող շրջանագի հիմնականում էլի համեստության կարիք չկա, դաշնակցության հայտարարի ցանցի մասին է։ Մենք շատ ենք լսել նույն օրինակի համար Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Դավուտօղլուից, երբ որ քիդեր ինքը իբր, որ Հայաստանի ժողովուրդը տարբեր է, սպիրկահայերը հանգիստ լոսում եւ Փարիզում նստած տարբեր բաներ են բանջում, այդ ժամանակներն էր, որ ինչպես հիմա Ամերիկայի միջազգային հանրապետական ինստիտուտը, որ բարբերաբար սոցհարցումներ է անցկացնում, այն ժամանակ էլ անցկացրել էր եւ թեև ձուր էր հարցումը Հայաստանում էր անցկացրել, ձուր էր հարցումը, որովհետեւ հարցնում էր Հայաստանի քաղաքացիներին, որ համաձայն եք, որ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանը բացի, եթե նույնիսկ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ մոտ 60% բնակչության ձուր էր հարցում, որովհետեւ Հայաստանը չէ որ փակել է, Թուրքիան է փակել։ Բայց ինչ որ է հարցրել են մոտ 60%-ը, 50%-ից ավել մոտ 60%-ը պատասխանել էր, որ ոչ, պետք չէ բաց։ Եվ սա այն այսպես ասած ժամանակները, որ իբր կային բանակցություններ եւ լավադեսություն, որ ինչ որ արդյունքի պիտի հասնեն։ Կարծում եմ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր համար խնդիր են, ոչ թե որովհետեւ մենք ինչ որ բան ենք ասում կամ չենք ասում։ Սա ասում եմ հատկապես նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռի նստած մարդու ասածները, ոչ թե որովհետեւ մենք ինչ որ բաներ ենք ասում, այլ որովհետեւ իրենք այդ ցանկությունը ունեն, այդ նպատակը ունեն։ Տեսեք, մինչեւ այսօր Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ բարձ չէ, որ Հայաստանի Հանրապետության հետ ինչպես պիտի վերաբերվեն։ Իրենց քաղաքական մտածողության մեջ սկսած Աթաթուրքից չկա պատկերացում, որ իրենց հարևան մի հատ անկախ հայկական պետության հետ ինչպես պիտի վարվեն։ Դրա համար էլ իրենց համար հայկական պետության գոյությունը կարող է ընդունելի լինել, հանդուրժեն, եթե դա կախված լինի իրենցից։ Եվ իրենք այս քաղաքականությունն է, որ հիմա տանում են, որ Հայաստանի Հանրապետությունը վերածեն Թուրքիայից եւ Ադրբեջանից կախված մի հատ ինչ որ միավոր, որի համար էլ կարող է իրենք էլ ուրախանան, որ ցույց տան, որ տեսեք մենք հանդուրժում ենք հայերին, չենք սպանում բոլորին, ինչպես ժամանակվա մեկ հայ բարձրաստիճան պաշտոնյա վերջերս ասում էր, որ է ասում այն կան չարտեն, մեկը մտավ Երևան չարտեց, ասում միայն Երևան չարտելով հայերը կարելի է չարտված համարել, ամբողջ Արցախը դադարեցին, դա ոչինչ չէ։ Ամեն դեպքում այս իրավիճակում կարծում եմ, որ պետք է որ նախ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի լինի, նախ ցանկանա եւ ի վիճակի լինի, որովհետեւ դերակատար լինի տարածաշրջանում, երկրորդ սպիրկը պետք է պահպանի իր ստապությունը, զգոնությունը եւ այս քիչ առաջ ասում եմ տոհուպոհի մեջից ինքնին առաջ մղի, որովհետեւ այս վիճակը աշխարհի այս տոհուպոհը չի կարող երկար տևել։ Ինչ որ բահի, ինչ որ դեպի կանգնի, որ անպայման անցյալին չենք վերադառնում, բարձ է, բայց այս վիճակն էլ չի կարող։ Ինչ որ կարգուկանոն պիտի լինի, ոչ անպայման այն ձևով որ էր, բայց պիտի խաղի կանոններ լինեն եւ ոչ թե ամեն առավոտ նախագահներից կամ ղեկավարներից մեկը արթնանա, որոշի որ այսպես է աշխարհի եւ ուրեմն էս կանեն։ Ուրեմն անհրաժեշտ է որ այդ ստապությունը, զգոնությունը նաեւ պահպանվի Սփյուռքում, ավելի ակտիվանա նույնիսկ ասեի, որովհետեւ
այդ դերակատարությունը այնքան ազդեցիկ է, ես կասեի, որ օրինակներ տվեցինք Ադրբեջանը, նույն Ադրբեջանի նախագահը եվրոպական մայրաքաղաքներում, նույն Թուրքիայի նախագահը եվրոպական մայրաքաղաքներում եւ ցավոք նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած նույն եվրոպական մայրաքաղաքներում դժգոհել են այսպես կոչված սպյուրքի լոբիստական կազմակերպությունների դերակատարությունից եւ ուրեմն դրանց փորձեր են հակադարձել նոր նաեւ ադրբեջանական մամուլում գրություն կար, որ հասկանում է, որ նաեւ Հայաստանում այդպես մտածողներ կան։ Ես քիչ առաջ օրինակը հատուկ տվեցի, որ Դավութ Օղլուն փորձում էր ասել, որ Հայաստանի ժողովուրդը մեր ախպերներն են, բայց մոտ 60% արդեն ուրիշ բան էր ասում, որովհետև սա ոչ թե ինչպես Հայաստանի վարչապետի աթոռին նստածը ասում է, որ դրսից ներառված սրսկված ինչ որ եցվածք է, բայց ժողովուրդը ունի հիշողություն, ունի գիտակցություն եւ իր հասկացած ձևով անհրաժեշտ համարած ժամանակին տակը դրսևորի։ Մենք սաղում անցում կատարեցինք մեր հաջորդ հարցին, հաշվառել միջազգային այս բարդ իրադրություն, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հայտնի դիրքորոշումները, հայ դատի ցանցին հիմնական գործողությունները, այսինքն ինչ քայլերով են փորձում մի կողմից չեզոքացնել Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքում ստեղծված անբարենպաստ իրավիճակը, մյուս կողմից սպասարկել սեփական քաղաքական օրակարգերը, որտեղ բավական բարդ մարտահրավերի առաջին ես այս հարցը տալուց առաջ հիշեցի 2022 թվականին Ֆրանսիայի ազգային ժողովի դեպքը, երբ որ ազգային ժողովը քննարկում էր Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով դիմելու հարցը գործադիր իշխանությանը, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը հայտարարեց, որ դուք ինչ ասում եք ճիշտ եք ասում ֆրանսիացի խորհրդարանականներին, բայց Հայաստանի իշխանությունները սա մեզանից չեն խնդրել։ Չէ, ուրիշներն էլ ասել են ու ասում են, եւ Ադրբեջանն էլ հաջող դա սկսել է օգտագործել, ասեցի ես նոր հրապարակումը, որ կար ադրբեջանական լրատվամիջոցում, որ վայ տեսեք սրանք Հայաստանի իշխանությունների քաղաքականության հակառակ քաղաքականություն են վարում, տեսեք այն վիճակը, որ ստեղծված է, բավական ծանր է, մենք նման սրա մոտավորապես սրա նման բահեր ունեցել ենք հատկապես Հայաստանի վերանկախացման առաջին տարիներին, հանրապետության առաջին նախագահի օրերին, բայց իբադիվ իրեն գոնե շփում կար, սրբակրեց կեցվածքը, այն իմաստով, որ եթե բաներ կա, որ ինչ որ պատճառներով կարելի է մեր համար ընդունելի չլինի, բայց ինչ որ իր հիմնավորումով ասում են, որ սա մեր Հայաստանի պետության, իշխանության, արտաքին քաղաքականության օրակարգի վրա չկա, շարունակություն ուներ այդ, բայց սա սպիրկի վերաբերող հարց է, ուրեմն սպիրկը թողան։ Այսօր այդպես չէ, այսօր ասում են, որ եթե խոսեք նույն ցեղասպանության ճանաչման մասին, բայց հատկապես Արցախի մասին, Արցախ անունը, Արցախ բառը ասեք, արցախցիների իրավունքների մասին խոսեք, արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսեք, դա արդեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Ստացվում է, որ 2021 թվականին իշխանության վերարտադրված այս քաղաքական ուժը այդ նույն 2021-ի ընտրությունների ժամանակ իր նախընտրական ծրագրում լրիվ սպառնալիքներով լեցուն տեքստեր է գրել, փաստ է նաև, որ իրենք չվերամշակեցին ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը, այդքան էլ քաջություն չունեցան, որ ասեին, որ լավ, հիմա աշխարհը փոխվեր է, սա է։ Խոսում է, իրենք մարդկանց էլ կամ շրջանակների համար էլ որ ծերնդու է, որ իրենք մնան իշխանության, ես օտար պետությունների մասին եմ խոսում, եւ այդ օտար պետությունները արևմուտքից են եւ հյուսիսից, մինչեւ հիմա առնվազն,
ուրեմն միշտ օգտագործել են, որ սրանք ժողովրդի կամքով վերընտրված քաղաքական ուժ են, բայց ուրիշ բան են խոստացել ժողովրդին, լրիվ ուրիշ բան, եւ իրենց վերընտրվելուց շատ քիչ անց արդեն սկսել են 180 աստիճան տարբեր հագարակ բաներ անել։ Ուրեմն այդ դժվարությունը ասեցի այսօր կա, բայց մենք նաև այս գիծն ենք առաջ տանում, այսպես ասած, որը ինչ որ չափով հասկանալի է մեր խոսակիցներին, որ Հայաստանի իշխանությունները անկախ իրենց էությունից, դավաճան են, դավաճան չեն, ինչ որ են, նաև քայլերի են ցերնարգում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սպառնալիքների ներքո։ Ինչ որ միջազգային իրավունքի համաձայն ցանկացած համաձայնություն առ ոչինչ է դարձում։ Եվ ուրեմն ինչքան Հայաստանի իշխանությունները փորձեն ժողովրդին բախեցնել, որ մենք չլինենք պատերազմ լինի, դա ավելացնում է այն թեզը, որ իրենք սպառնալիքի տակ են, Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքի տակ է։ Եվ ուրեմն պետք չէ ակնկալել, որ օրինակի համար այսինչ մայրաքաղաքում, եվրոպական այսինչ մայրաքաղաքում նստած քաղաքական գործիչը եւս պետք է ենթարկվի ադրբեջանական սպառնալիքին, ինչպես ենթարկվում են Երևանում նստած քաղաքական գործիչը։ Եվ ուրեմն փորձում ենք մղել, որ իրենք այլ կեցվածն ունենան։ Եվ պետք է նայել, ընդունել, որ կան բավական թվով պետություններ, որոնք հատկապես արցախցիների վերադարձի իրավունքի մասին, գոնե այսպես ասած թղթի վրա լավ բաներ են ասել, ճիշտ բաներ են ասել։ Եվ օրինակի համար սրանից 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն էր ստորագրում դրանց տակ։ Եվ այսօր ասում է, որ ազգային անվտանգության սպառնալիք է այդ մասին խոսելը։ Այդ պետությունները մինչև այսօր շարունակում են խոսել։ Այդ պետությունների շարքին են Բելգիան, որի նույնիսկ ոչ միայն խորհրդարանական որոշում է, իրենց կոալիցիոն կառավարության կոալիցիոն համաձայնագրի մեջ գետ է, որ իրենք պետք է աշխատեն արցախցիների վերադարձի իրավունքի գծով։ Շվեյցարիայի կոնե խորհրդարանը, օրենսդիրը, հագարակ որ օրինակի համար այդտեղ խոչընդոտը հիմնականում նաև գալիս է Հայաստանի իշխանությունների մահվածքից, որ մենք խոսում ենք, երկխոսության մեջ ենք, խաղաղություն, մեզ մի խանգարեց, ինչին այլ Շվեյցարիայի գործադիր իշխանությունները փորձում են որպես բادرվակ օգտագործելով ոչինչ չանել կամ հագարակը անեն, հասնելով մինչև Կանադա, ուր ճիշտ է նույն գուսակցությունը, բայց ի վերջո կառավարություն փոխվեց, վարչապետ փոխվեց, արտաքին գործերի նախարար փոխվեց, բայց բարձվեց, որ իրենց կեցվածքը նույնն է, սկսած գերիների հարցից, մինչև մշակութային ժառանգության պահպանում, մինչև վերադարձի իրավունք, եւ ամենակարևորը Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը։ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա տեղեկացրել է իրեն դիմաց կոնգրեսականներին, որոնք ասում էին, որ անհրաժեշտ է Ադրբեջանին նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, նպաստել արցախցիների վերադարձի իրավունքին, սևով սպիտակի վրա գրել է եւ հրապարակվեց, այսինքն, որ Վաշինգտոնը Երևանին եւ Բաքվին խրախուսում է երկուսին միասին։ Այո, Վաշինգտոնի Երևանին եւ Բաքվին խրախուսում է լուրջ վերաբերվել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Եվ ուրեմն եթե նկատի ունենանք այն հայտարարությունը, որ նախկին Թրամփը դերևս դեր նախագահ չեղած արդեն այսպես ասած խոստացել էր կամ հրապարակել էր, կտեսնենք, որ այնպես չէ, ինչպես Հայաստանի այսօրվա քպեական իշխանությունը փորձում է ներկայացնել։ Այսօր իրենք են տեսնում, իրենք են ուզում տեսնել, որ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է այդ հարցի մասին խոսելը, որտեղ իրենց պահվածքը Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ այդպես է։
ստրուգի պաստացի իրապես ստրուգի կեցվածք է, ստրգամիտ մոդեցում, որ ինքնասիրության մասին չխոսեմ, ազգային ինքնասիրության մասին, այլ պարզ որպես մարդ ինքնասիրություն չունեն։ Իրենք իրենց աթոռները բահելու համար, իշխանության աթոռները բահելու համար պատրաստ են ամեն ինչ ծախելու, ոչ միայն հայրենիքը, ոչ միայն ազգը, ես կասեի նաև իրենց հարազատներին։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետության համար այնպիսի առանցքային գործընկերներ, ինչպիսիք Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, Եվրոպական միությունն է եւ այլ պետություններ, որոնք հիմա չթվարկենք մեզ համար կարևոր պետություններ, հստակ կեցվածք ունեն Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման մասով, եւ Հայաստանի իշխանությունը դա համարում է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Բայց մեր առանցքային գործընկերները դա համարում են կարևոր հարց տարածաշրջանային խաղաղության համատեքստում։ Այո, որովհետև սա մի հարց էր, որովհետև ոչ բոլորն են այնպես, որ գիշերը կնեն առավոտ վեր գնան եւ գիշերվա ասածի 180 աստիճան հագարակ առավոտյան ասեն, նախ որովհետև այդ սկզբունքները հայերս չէ որ տեկրել ենք, հաստատել ենք, բարդացրել ենք որևէ մեկին, դա միջազգային իրավունքի մեջ ընդունված իրավունքներ են եւ ուրեմն իրենք եւ քանի որ հետապնդող կա, ամենակարևորը սա է։ Անկախ որ այսօր իրատեսական չէ, այս հարց օրակարգի վրա պահելը անհրաժեշտ է, կենսական է, որովհետեւ ի վերջո ինչ որ բահի, ինչ որ դեղ հասնի։ Այսօր ասել որ այսօր իրատեսական չէ, այսօրը շատ առածկական է, այդ ինչ է նշանակում։ Այսօրը 24 ժամվա մասին է, 12 ամսվա մասին է, 24 ամսվա մասին է, այլապես այդպիսի շատ բաներ կան, որոնք իրատեսական չեն, բայց այս իշխանությունները իբր փորձում են անել, իբր խոսում են, որ ուզում են անել։ Եվ ուրեմն անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատանքները տանել, հակառակ այդ անհետեթ վիճակին, որ երբեմն հայտնվում ենք, որ այսպես ասած օդարները խոսում են այդ մասին, Հայաստանի իշխանությունները դեմ են արտահայտվում դրան, դա բնականաբար ազդում է օդարների դիրքորոշման վրա, որոնք ասում են, որ չհասկացանք, մենք կարող է Հայաստանի իշխանություններից ավելի հայամետ պետք է լինենք։ Ուղղակի ասել էր, մենք դրա մասին հայտարարել ենք, որ օրինակ Մակրոնը նման բան ասել մեր ընկերներին Ֆրանսիայում։ Եվ ուրեմն, բայց այս բոլորը հարցեր են, մենք նման շատ հարցերի ենք հանդիպել եւ այս աշխատանքը սակայն անհրաժեշտ է առաջ տանել այս աշխատանքի հաջողության համար ամենակարևոր ազդակը, չասելու համար ազդակներից մեկը ազդակը, ես կասեի արցախցիների ակտիվությունն է։ Արցախցիների ակտիվությունը, որը այս հարցում պետք է դրսևորվի նաեւ Արցախի իշխանությունների ակտիվությամբ, որովհետեւ աշխարհը տեսնի, որ սա մի հատ կորած ինչ որ հարց չէ, սա ունի տեր, տիրական եւ արցախցիները իրենց իրավունքի տերն են, մանավանդ որ վերադարձի իրավունքը չի խաթարվում, որպես սկզբունք, չի խաթարվում այլ երկրի, թեկուզ Հայաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքացիություն ստանալով։ Անհրաժեշտ է կապը, այսպես ասած, կապը ոչ թե ֆիզիկական կապը, բայց ցույց տալ, որ այս անհատը այս տարածքի հետ կապ ունի եւ բռնի տեղահանված է եւ պետք է վերադարձի։ Հանրագումարելով մեր խոսակցությունը եւ հենց ձեր վերջին շեշտադրումը բռնի տեղահանությունը, որ բոլորն են ընդունում արդեն, կարելի ասել։ Գրեթե բոլորը, այստեղ ես մեծ քննադատեի Ռուսաստանին, որ կարելի ասել տարածաշրջանում ազդեցիկ մեծակույն քաղաքական իբր թե կամավոր են, որ այդ մասին հստակ չի ասել, միայն ասած։ Մենք եթե փորձենք այսօր հանրագումարել գերակա միջազգային կարծիքը, միջազգային ընկալումը, կարող ենք պնդել, որ միջազգային ընկալման տեսանկյունից Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ, որովհետև կա արդարադատության միջազգային դատարանի կատարված որոշում, կան տասնյակ պետությունների որոշումներ, ի վերջո միջազգային քաղաքական միտքը կարող ենք չէ պնդել, որ քաղաքական միտքը այո, բայց ասել, որ այսօր օրագարկի վրա է, կարող է օրագարկի վրա է, բայց եթե 150 հարց կա, 130-րդն է, 120-րդն է,
Բայց դա խնդիր չի։ Դա խնդիրը այսօրվա համար այն իմաստով որ այսօր չի կարգավորվում։ Բայց դա չի նշանակում դուրս է ընկել օրագարկից։ Ճիշտ է, միջազգային արտարատատյան միջազգային դատարանի որոշումը գա, որ նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները հաջողեն հասնել նրան, որ ըստ Չագերտյալ խաղաղության պայմանագրին Ադրբեջանի հետ պետք է որ այդ միջազգային հայցերը ետ վերցվեն դատական միջազգային ադյաններից, այդ վճիրը տեսակետը արտարատատյան միջազգային դատարանի առ ոչինչ չի լինի, կա, փաստ է, դա կա, եւ ուրեմն այնքանով իրավական, ինչքանով ընդհանրապես միջազգային դատական ադյանների վճիրները ուժ ունեն, որովհետեւ իրենց ուժը միայն իրավական է, ուրիշ ճնշում բանեցնելու շատ միջոց չունեն, հատկապես արտարատատյան միջազգային դատարանը, բացի եթե քաղաքական դիրքորոշում լինի եւ ՄԱԳ-ի համապատասխան կառույցները որոշեն այդ վճիրի հիման վրա կամ այդ տեսակետի հիման վրա կարելի է ձեռնարկել, բայց քաղաքական միջազգային հարաբերությունների ընդհանուր օրակարգի մասը ես կասեի չլուծված հարցերի, որոնք վտանգ են պարունակում իրենց մեջ պարզապես որովհետև այնպիսի ձևով են լրացված, որ դա մերժելի է, այսինքն մարդկության դեմ հանցագործությամբ հարց լուծել չես կարող։ Կարող է այսօր քո գլխացավանքը, այսպես ասած, եթե քո համար գլխացավանք էր, մի քիչ սարեցնես լավագույն դեպքում, բայց այդ հարցը կարգավորված չի լինի։ Ամբողջ 70 տարի Սովետ միության ժամանակ այդ հարցը սարեցված էր, բայց տեսանք ինչպես վերջիժայթքեց եւ ուրեմն այդ բարդատրանքները դեռ մարդկության դեմ հանցագործություն են, ուրեմն ինքնաբերաբար այս հարցերը մոռացվող հարցեր չեն, մանավանդ եթե իրավադերը, հիմնական իրավադերը, սա մեր բոլորի հարցն է, բայց հիմնական իրավադերը Արցախցին է, որ բռնի տեղահանվել է իր հայրենիքից, իր պապենական հողից։ Տեսեք, երբ որ մենք մի քիչ խորությամբ ենք փորձում հասկանալ այս տարածաշրջանային գործընթացները եւ այդ համատեքստում այսպես կոչված խաղաղության պայմանագրի հնարավոր ճակատագիրը, որ կարող ունենալ, ակնհայտ է, որ Ադրբեջանը ունի նախապայմաններ եւ պարզ հստակ հայտարարում է, որ այդ նախապայմանների չկատարման դեպքում այդ փաստաթուղթը ուղղակիորեն չի ստորագրվելու։ Իսկ նախապայմաններից օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության պահանջը օբյեկտիվ իրականության մեջ գրեթե անպատկերացնելի է եւ հավանաբար նաեւ դա էր պատճառը, որ վարչապետի աթոռը զբաղեցնող օրեր առաջ հայտարարեց, որ եթե իրենց կուսակցությունը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա այսպես կոչված իբր թե պիտի պատերազմ լինի։ Ակնհայտ է, որ սահմանադրական մեծամասնություն չունենալու պարագայում չի կարող նույնիսկ այդ հանրաքվեի հարցը դրվել, այսինքն սահմանադրության փոփոխություն դրվել հանրաքվեի։ Այս համատեքստում մենք ուր ենք գնում։ Այսինքն ակնհայտ է, որ այս խաղաղության գործընթացը փակուղի է գնալու։ Սա նույնիսկ խաղաղության գործընթաց ասելը էլի միայն այսօրվա պաշտոնական Երևանի խոսույթն է։ Ադրբեջանը չի խոսում դրա մասին։ Ադրբեջանը այս քաղաքական ուժի Հայաստանում այս քաղաքական ուժի վերարտադրման համար շատ բան է այսպես էլ զսպել, մեկ-մեկ էլ կարող է խաղաղություն բառը հնչեցնի Ալիևը, բայց կոնկրետ ոչինչ չի արել։ Կոնկրետ ոչինչ չի արել, այսինքն այն, որ իբր թույլ է տալիս, որ Ադրբեջանից սա է թույլ տված, այսինքն մեծ հրաշք, որ ինչ որ բեռներ կան Հայաստան։ Շրջափակումը չի անել, օկուպացիոն զորքերը չի տանել, օկուպացիոն զորքերը չի վերցրել եւ այլն։ Պաշտոնապես չի ասել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ուրեմն իրականում այս բեմադրություն է Հայաստանի իշխանությունների մեղսակցությամբ, չի ասի հեղինակությամբ, ուրիշներին էլ ծերնդու է, որ մեկ գլխացավանքից կոնե մի քանի տարով ձերբազատվենք եւ ուրեմն դադերախաղ է ավելի փեմական ներկայացում է, որի նպատակը խաբել է մեր ժողովրդին, ասելու որ եթե սրանք չլինեն
ուրեմն պատերազմ սրանք պետք է լինեն եւ սրանք լինելը հանգարց եթե ստանան այդ լիազորությունը ստանան ժողովրդից ամեն ինչ հագարակն է լինելու Ադրբեջանը ոչինչ կա Ադրբեջանի զսպող Ադրբեջանի այսօր զսպող միակ հարցը այն է որ ինքն էլ մասնակցում է Հայաստանի ազգային ժողովի ընտրարշավին եւ ինքը իր դերակատարությունը անում է նպաստելով ԿԲ-ի վերընտրության եւ իր քայլերը, խոսույթը, ամեն ինչը այդ հաշվարկով են արված, որպեսզի այս քաղաքական ուժը վերարտադրվի։ Բայց իրականությունը այն է, որ այս քաղաքական ուժի օրով է, որ մենք ունեցել ենք եւ ամենաշատ պատերազմները հաջողականության իմաստով եւ ամենամեծ կորուստները եւ մարդկային եւ տարածքային։ Այսինքն հունիսի 7-ից հետո ցանկացած պարագայում կարելի է պնդել, որ այսպես կոչված նույնիսկ հռչակված խաղաղության այս օրակարգի հետ կապված խնդիրներ են առաջանալու։ Բնական է, այսօրվա դրությամբ, այսինքն ի՞նչ է նշանակում պատերազմի սպառնալիքով պետք է որ սահմանադրական մեծամասնություն ունենա ինչ որ քաղաքական ուժ։ Տենց քարոզարշավ լինի, այսինքն սա է ժողովրդավարությունը, ասել որ գիտես ինչ, սպաննվելու ես, եթե ես չլինեմ իշխանություն։ Այդ ուղղակի այդ թշնամու հետ, սպառնալիքի, սպառնացողի հետ մեղսակցություն է։ Գամա, բայց փաստացի մեղսակցություն է եւ ուրեմն այդ ընդրությունների նկատմամբ անհրաժեշտ է որ ոչ միայն մեր ժողովուրդը ըմբռնի որ ինչ է տեղի ունենում, այլ նաեւ այն արտաքին ուժերը, որոնք Հայաստանի ներքին ժողովրդավարության հարցը նայում են միայն աշխարհակաղակական պրիզմայից եւ անհրաժեշտ է որ այդ վիճակից իրենք էլ դուրս գան, որովհետեւ Հայաստանում նման ձևով այս քաղաքական ուժը իշխանության բահելը իրականում շատ ավելի մեծ սպառնալիքների առիթ կլինի, վերջը տեսեք Եվրոպան, Արևմուտքը ինչ որ են իրենց համար լավ Հայաստանը իր ինքնիշխանությունը, փաստացի ինքնիշխանությունը գործրեց, Հայաստանը իր ազգային դիմագիծը գործեց, իրենց համար ողբերգական բան չէ, դա մեր համար է ողբերգական։ Եվ ուրեմն անհրաժեշտ է որ նախ մեր ժողովուրդը գիտակցի, բայց նաև մենք հասկացնենք բոլորին, որ մենք չենք հանդուրժի, որ իրենք փորձեն մեզ ինչ որ, այսինքն Հայաստանին, Հայաստանի քաղաքացիներին ինչ որ օրակարգեր բարդատրել եւ իրենք անդեսեն Հայաստանում այն բոլոր սկզբունքների ոտնագողումը, որոնց մասին իրենք անընդհատ հայտարարում են։ Պարոն, տարածաշրջանի համատեքստում ըստ ձեզ Թուրքիան եւ Ադրբեջանը տարբերություններ ունեն Հայաստանի վերաբերյալ իրենց քաղաքական դիրքավորումներում, թե չէ։ Թե բացառապես ամեն ինչ համաձայնեցնում։ Չէ, ես կարծեմ, որ համաձայնեցման պահերը շատ են, բայց ասել, որ 100% նույն ձևով եմ մտածում, ոչ, բարձ ամենաառարգայական պատճառը մեկը Բաքվից է նայում այս կողմ, մեկը օրինակ Անկարայից կամ Բոլսից է նայում այս կողմ։ Եվ իրենց դեսատաշտը ինչ որ չափով տարբեր է։ Եվ պետք է ասել, որ կան բահեր, որ անպայման չեն եղել, ոչ թե վերջի տարիների մասին են, վերջի 20 տարիներին, 30 տարիներին, անպայման չի եղել, որ իրենք ճիշտ նույն բանն են արել։ Ամենաբարձ օրինակը 2009 թվականի ապրիլի 22-ին, երբ որ նախաստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, դրա հետևանքը եղավ, որ Ալիևը 3 տարի չգնաց Թուրքիա։ 3 տարի չգնաց։ Լավ, այդ 3 տարի չգնալու հետևանքն էլ այն է, որ այսօր Թուրքիան շատ զգուշ է ամեն ինչ Հայաստանի հետ իր հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի ցանկություններով, ոչ թե Ադրբեջանի հետ իր հարաբերությունը, Ադրբեջանը ինչ որ ասի այդ ձևով կոնե այս հարցում։ Դարձյալ եկանք նույն տեղը, որ քիչ առաջ ասում էի, որովհետև չկա Թուրքիայի մտածողության մեջ, քաղաքական մտածողության մեջ հստակ պատկերացում, որ Հայաստանը ինչպես դիտարկվեն։ Եթե ունենային այդ մտածողությունը, կարող էին ավելի լուրջ վերաբերվել հարցին,
Բայց քանի որ իրենց համար լավ մի հատ խնդիր է, փորձենք ավելի մեծ խնդրի չվերածել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում, ուրեմն փորձենք Ադրբեջանի ուզածներն էլ անել։ Բայց համադրումը շատ մեծ է։ Համադրումը շատ մեծ է, որովհետև Թուրքիայի համար ամենաէականը կարծում եմ իր ազդեցության եւ ոչ միայն փափուկ ուժի, այլ նաեւ ռազմական ազդեցության մեծացումն է ամեն տեղ, բայց նաեւ մեր տարածաշրջանում։ Եվ ուրեմն դրա համար ինքը պատրաստ է որոշ չափով Ադրբեջանի կապրիսները հանդուրժել, այնքան ժամանակ որ ինքն է ի վերջո շահողը ռազմական կետնի վրա ռազմական ազդեցություն տարածելով։ Հիշում ենք մենք, որ երբ որ Էրդողանը ասեց մենք ապահովեցինք Ադրբեջանի հաղթանակը, հանկարծ վեճ սկսվեց, որ չէ մենք արեցինք եւ այլն։ Ինչ որ է, բայց այնպես չէ, որ իրենք 100% նույն դեզատաշտում են։ Իսկ հնարավոր համարում եք մի իրավիճակ, երբ որ Թուրքիան կփորձի դիրքավորվել կամ այդպես ներկայացնել, թե ինքը տարածաշրջանում էսկալացիան զսպող հիմնական գործոնն է, այսինքն տարածաշրջանում Թուրքիային կարող է զսպել ինքը եւ դա այսպես ասած կոպիտ ասած վաճառել Հայաստանին, որ Հայաստանին ավելի իրենց կախվածության մեջ գցի։ Բնականաբար Թուրքիան այսպես ասած երեկվա պետությունը չէ, ունեն պետական հիշողություն, պետական փորձառություն, դիվանագիտական փորձառություն եւ ամեն ինչ կարող են ասել։ Այսինքն ես համալսարան գնալուց երբ որ դիվանագետի մասին, դիվանագիտության մասին մի հատ դաս էինք սկսում, առարգա էինք սկսում, դասախոսը ասեց դիվանագետը այն անձն է, որ իր պետության համար սուտ կխոսի։ Ամեն ինչ կարող են ասել, Թուրքիան, այսինքն այդ պարտույտը չունի, որ վայ ես էս ասեցի հիմա հագարակը ասեմ, շատ էլ բաներ կա, որ անգլերեն ասում են բեռնի երկու կողմով է խոսում։ Եվ ուրեմն կարող են այդպես էլ անել, եւ բայց դա հիմք լինի Հայաստանի անվտանգության չի կարող։ Դա կարող է ինչ որ ազդակ եւս լինի, եթե իրական է, որովհետև ես չեմ կարծում, որ այսօրվա Ադրբեջանը միայն Թուրքիայի համաձայնությամբ որևէ կայլի գտիմի ռազմական կփորձի համադրել, բայց եթե չստացվեց, մենք տեսնում ենք, չէ՞, ինչպես Իսրայելի պետությունը առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելու գործողությունները սկսում ներքաշում են Միացյալ Նահանգներին, ինչը եւս իրականում մեր տարածաշրջանի վրա ուղղակի ազդեցություն ունի, նույնը Ադրբեջանը կարող է փորձի անել եւ ուրեմն Թուրքիան կարող է ասի, որ հա ես եմ եւ այլն, բայց կարելի չէ դա ընդունել որպես մեր հենարանը։ Այսինքն մեր անվտանգության հենարանը դա չի։ Դրա համար էլ Հայաստանի նախորդ իշխանությունները ոչ թե այսպես ջարբիգություն են արել, բայց փորձել են ասել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները այլ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները այլ բան են։ Մինչդեռ ադրբեջանցիները եւ Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ փորձել են ասել, որ սա նույն հարցն է։ Մեր համար նույն հարցն է, այնքանով որ այսպես ասած փանթուրքիզմի քաղաքականություն է, միասին է։ Բայց Հայաստանի իշխանությունները, նախորդ բոլոր իշխանությունները փորձել են մեկ ուղղությունը անջատել մյուսից։ Թեև մեկ այսօր արդեն բացահայտ տրկամետ ամերիկացի դիվանագետ, նախկին դիվանագետ Պրայզան ասում էր սրանք զուգահեռ երկաթգծի պես երկու երկաթներ են, իրար չեն միանում, բայց միասին են գնում, բայց ցանկացած այդպես զուգահեռքից, եթե շատ երկար գնան, մի գետի կոնե երևա որ հանդիպեցին, եթե փաստացել չհանդիպեն։ Ուրեմն Թուրքիան եթե իսկապես ուզում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, դա վաղուց կարող է անել, այսօր էլ կարող է անի, բայց նախ պատկերացում չունի, իրեն համար այն խնդիրը չէ, որ իրեն
բան է, ինչ որ չափով ցավացնում են, ուրեմն չի ստանում եւ փորձում է այդ ձևով սիրաշահել Ադրբեջանին։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար, այս ձևաչափով մենք չէինք զրուցել, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Տարածաշրջանում հայկական գործոնի ներկա իրավիճակի եւ դրա հետ կապված հեռանկարներին առնչվող հարցերը քննարկեցինք Հույդա Հայդատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։ Շնորհակալություն։